Երեկ 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկ Հայկ Աղաջանյանի և նրա կնոջ Տաթևի որդու ծննդյան տարեդարձն էր։ Ընտանիքը հերթական անգամ իրենց երեխաների ծննդյան տարեդարձը իսկական տոնի է վերածել։ Երեկոյի ընթացքում անակնկալ կերպով նաև եկել են բոլոր երեխաների կողմից սիրված և սպասված փերփերին շոու ներկայացման մասնակիցները։ Նրանք ուրախացրել են երեկոյի հյուրերին, ինչպես նաև Հայկն ու Տաթևը հրապարակումներ են արել ինստագրամյան հարթակում, ցույց տալով, թե որքան ուրախ և դրական մթնոլորտում են անցկացրել իրենց որդու ծննդյան տարեդարձը։ Միանում ենք շնորհավորանքներին և առաջարկում դիտել մի քանի կադրեր։ Հավելենք, որ արցախյան վերջին պատերազմում Հայկ Աղաջանյանի պատմությունը շատերի նման թվում էր անիրական։ Հայկն ավարտել է Երևանի Մխիթարերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես պայմանագրային զինծառայող բուժակ մեկնել Արցախ, մարտական դիրքում է եղել, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվել է Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը։ Առաջին իսկ օրվանից առաջնագծում վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունները լսելուց հետո ընկերների հետ շտապել է Մեխակավանի մարտական դիրքեր, տարհանելու և
բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Շտապ օգնության խումբը, որում նաև ապագա բուժակ Հայկ Աղաջանյանն էր, չի հասցրել տեղացնել թշնամին, թիրախավորել է նրանց, տարբեր զինատեսակներից սկսել կրակահերթեր արձակել տղաների ուղղությամբ։ Գնում էինք դիրքեր վիրավորներին օգնելու, ճանապարհին ընկանք կրակահերթի տակ, իջանք մեքենայից հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք շարունակել ճանապարհը։ Ժամկետային զինծառայող դիլիջանցի Յուրի Հովսեփյանն էր շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը։ Նա նստեց, որպեսզի մեքենան հետ բերի։ Այդ ժամանակ հավանաբար հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց։ 3 ամիս էր մնացել նրա զորացրվելուն։ Ավաղ պատերազմն ընդհատեց նրա կյանքը։ Ադրբեջանական ուժերը պայթեցրին մեր մեքենան։ Պատերազմի առաջին ծանր օրը հիշել է Հայկ Աղաջանյանը։ Ծանր վիրավորվում էին նաև Հայկն ու նրա ընկերը Արթուրը։ Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս Արթուրի ոտքերը։ Նաև ձեռքից զարկերակներ շատ լուրջ վնասվել, 3-4 ժամ ենք այդպես անցկացրել, պատմում է Հայկը։ Այնինչ տեղի է ունեցել տղաների հետ հետո իսկապես անհավատալի է ու հրաշքի նման ռազմաճակատի թեժ վայրում գնալով փոքրացել է տղաների փրկության հնարավորությունը։ Թշնամին տանկերով առաջ է շարժվել, տարբեր զինատեսակներից շարունակել կրակը տղաների ուղղությամբ։ Չնայած դրան նրանց հաջողվում է գլորվելով խույս տալ մինչև ատամները զինված հակառակորդից։ Հայկական բանակի հրետանին սկսել է աշխատել հակառակորդի առաջացող տանկային ստորաբաժանումների ուղղությամբ։ Տանկերը հետ գնացին, մենք կապի միջոց չունեինք, հրաշքով ենք ողջ մնացել, փրկելով մեկս մյուսի կյանքը։ Արնակամ էի լինում, իմ ուղղությամբ ընկերս քարեր նետում, որ չքնեմ։ Որոշ ժամանակ անց մեր տղաներից մեկը, Շահեն Բաբայանը, պատահական անցնելիս տեսնում են շտապ օգնության պայթեցված մեքենան, զոհված մեր ընկերոջը Յուրիին ու բարձր գոռում։ Առաջին բուժօգնությունից հետո մեզ տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, հավանաբար Աստված էր նրան մեզ մոտ ուղարկել, պատմում է պատերազմի մարտիկը։ Պատերազմի բժիշկները սկսում են պայքարի երկրորդ ճակատում կռիվ տալ, մահին հաղթելու համար։ Ստեփանակերտում վիրահատությունս տևել է 10 ժամ, այնուհետև տեղափոխվել եմ Երևան։ Մեր բժիշկների արհեստավարժության ու նվիրվածության շնորհիվ հրաշքով փրկվել է ձախ ձեռքս, որը նախատեսվում էր անդամահատել, ավագ գործընկերներով հպարտանում է ապագա բժիշկը։ Մարտական ընկերների հետ ամեն օր է հանդիպում, հավաստիացնում, որ մշտապես հիշելու ու այդպես ապրեցնելու է նաև մարտի դաշտում կորցրած ընկերոջը։ Անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ կցանկանայի պատերազմի ամբողջ ընթացքում այնտեղ լինել, ընկերներիս կողքին օգնել նրանց։ Ցավոք չհասցրի օգտակար լինել իմ գործով, նշել է Հայկ Աղաջանյանը։ Ապագայի շատ հարցեր գուցե դեռ անորոշ են, բայց հետագա ծրագրերից հստակ է մեկը՝ հասարակական գործունեություն է սկսելու օգնելու լիարժեք ոտքի կանգնեցնել պատերազմում առողջությունը կորցրած զինծառայողներին, աջակցելու հայրենիքը կյանքով պաշտպանած ընկերների ընտանիքներին։